Նվաստացում է զգում Բաքվում պահվող հայ գերիների հարցերով զբաղվող Լիբերթաս կազմակերպության համակարգողը։ Ադրբեջանում հայերը իրավական, ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրների առաջ են, իսկ Հայաստանում արձագանքը թույլ է։ Մենք այսպես նվաստացած կզգայինք մենք մեզ և կտեսնենք, որ մեր եղբայրները և քույրերը և դա դիգի մնալ գարային օրերուն կտանքներու կենթարկվին և ոչ մեկ մարդ կխոսի այդ մասին։ Բայց աշխարհի շատ երկրներում խոսում են, դեռ 2023 թվականից Լիբերթաս կազմակերպությունը անհատական հովանավորներ էր գտել Բաքվում պահվող հայ գերիների համար։ Նպատակն այն էր, որ այդ քաղաքական հասարակական գործիչներն օգտագործեն իրենց ազդեցությունը մի կողմից ճնշելով Բաքվին, մյուս կողմից աջակցելով գերիների ընտանիքներին։ Արդյունքում հայ գերիների հարցը հասավ Ֆրանսիայի խորհրդարան ու կառավարություն։ Վերջերս խորհրդարանի անդամներ Ֆրանսիայի թիմածեին արտգործնախարարին և մենք նորը ստացանք պատասխանները արտգործնախարարի կողմէ։ Թիմածեին արտգործնախարարին, որ միջամտե Ադրբեջանի իշխանություններու մոտ գերիներու ազատարձակման ուղղությամբ։ Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի մեջ մենք տեսանք, որ այսպես ցերկլվածում կա եւ գսեն, որ Հայաստանի իշխանություններն է որ պիտի զբաղվին այս խնդրով։ Իսկ Հայաստանի իշխանությունը խաղաղության նախաստորագրված համաձայնագրով պայմանավորվել է Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով հետ կանչել դատական հայցերը միջազգային բոլոր ատյաններից։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույս Սահակյանի խոսքով այս պահին գերիների հարցով մեկ գործ քննվում է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, ևս 4-ը մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս պահին Ադրբեջանում պահվող 23 հայերի առնչությամբ կիրառել է անհապաղ միջոցներ եւ պահանջել է Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են նրանց բարեկեցությունը, ֆիզիկական անվտանգությունը եւ կյանքը դնել սպառնալիքների ներքո։ ՄԻԵԴ-ը նաև վերջնաժամկետ է տվել Բաքվին մինչև նոյեմբերի 4-ը տեղեկություններ ներկայացնել գերիների պահման պայմանների եւ առողջական վիճակի մասին։ Դատական գործընթացների միջոցով փորձ է արվում արձանագրել իրավունքների խախտումները եւ հասնել իրավաբանորեն պարտադիր դատական ակտերի կայացման, ինչը կպարտադրի Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ Այնտեղ պահվող հայերը ենթարկվում են դաժան անմարդկային վերաբերմունքի։ Անմարդկային վերաբերմունքի արժանանում են նույնիսկ նրանք, ովքեր վերադառնում են ադրբեջանական գերությունից, պնդում է հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։ Մեր հասարակության մեջ մի տեսակ կարծես խարանավորված, այսպես ստիգմատիզացիայի ենթարկված վերաբերմունք կա գերիների նկատմամբ։ Այնպես ինչպես հիմա մենք մտահոգ ենք այնտեղ գտնվող 23 անձանց վերաբերյալ, անկախ նրանց նախկին սոցիալական դիրքից, ստատուսից, մենք բոլորի համար ցավում ենք, մտահոգ ենք եւ ամեն կերպ փորձում ենք աջակցել։ Այդ տրամադրությունը պետք է շարունակվի մեր հասարակության մեջ, երբ որ նրանք վերադառնում են։ Գասպարյանի խոսքով գերությունից վերադարձածներից շատերը ուզում են հեռանալ Հայաստանից հոգեբանական ծանր վիճակի եւ սոցիալական աջակցության բացակայության պատճառով։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։